Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալի իրադարձությունները ստանում են հենց այնպիսի ընթացք, ինչպիսին մենք կանխատեսել էինք դեռևս 2 շաբաթ առաջ։ Այսօր մենք ականատես կլինենք այնպիսի զարգացումների, որոնք վերջնականապես կփոխեն բոլոր հերոսների կյանքը ու կստիպեն նրանց կայացնել ամենաճակատագրական որոշումները։ Սկսենք այն մեծ և սպասված բացահայտումից, որն ամբողջությամբ փոխում է սերիալի ողջ ընթացքն ու տրամաբանությունը։ Մանանն իմանում է, որ հղի է։ Այս լուրը կարող էր փրկություն դառնալ նրանց քանդվող ընտանիքի համար, եթե Գրիշոն վերջապես սթափվեր։ Մանանը, որոշելով տալ վերջին հնարավորությունը, կանչում է Գրիշոյին իրենց տուն, նպատակ ունենալով ասել ճշմարտությունը։ Բայց ինչ է անում Գրիշոն։ Նա տուն մտնելու առաջին իսկ րոպեից սկսում է անտեղի կատակներ անել, խոսել իրոնիայով և ցուցաբերել բացարձակ անլրջություն։ Մանանը, տեսնելով այս վերաբերմունքը, խորապես հիասթափվում ու զայրանում է, որոշելով լռել և ոչինչ չասել։ Մանանն ինքն իրեն խոստովանում է, որ Գրիշոն պարզապես արժանի չէ տեսնել այդ երեխային, բայց մեր խորին վերլուծությամբ այս գաղտնիքը երկար չի մնա փակ դռների հետևում։ Երբ հետագայում մակունցներն ու մասնավորապես Հունանն իմանա հղիության մասին, սկսվելու է իսկական դժոխք։ Հունանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իր արյունը մեծանա թշնամու Սարգսյանների տանը։ Նա կցանկանա երեխային զրկել մորից ու բերել իրենց առանձնատուն, ինչը կհանգեցնի երկու ընտանիքների միջև ամենադաժան բախմանը։ Քիչ անց, մինչ Մանանը տանջվում է իր մտքերի հետ, Օլգայի տանից վերադառնում են ավագ և կրտսեր Դավիթները։ Մանանը հոգեբանորեն այնքան ճնշված է, որ ցանկանում է գոնե նրանց խոստովանել իր հղիության փաստը, բայց չի կարողանում։ Նա սարսափելի վախենում է թե եղբոր, թե պապիկի կոշտ արձագանքից, ուստի կրկին ընտրում է լռությունը։ Իսկ ինչ է կատարվել Օլգայի տանը։ Ինչպես մենք արդեն կանխատեսել էինք, Օլգան հատուկ էր հրավիրել Սարգսյաններին իրենց տուն, որպեսզի գաղտնի կերպով ճշտեր Ավոյի ասածների իսկությունը։ Եվ ահա, ճաշասեղանի շուրջ Դավիթ պապիկը անկեղծորեն և հուզմունքով հերթական անգամ ասում է, որ իրենք մինչ օրս սպասում են կորած երեխայից որևէ լուրի։ Այս անկեղծ խոստովանությունը Օլգայի համար ամեն ինչ տեղն է գցում։ Նա սկսում է հասկանալ, որ Ավոն ստում է, քանի որ Դավիթ պապիկը ոչ մի նպատակ չունի իրեն խաբելու համար։ Սա վերջնականապես կկործանի Ավոյի պլանները։ Այս ողջ հոգեբանական քաոսի ֆոնին զարգանում է նաև մյուս ճակատագրական գիծը։ Լեոն երկար մտորումներից հետո կանչում է Իննային հանդիպման։ Նա հայտնում է իր որոշումը, ասելով, որ համաձայն է փախչել Լեայի հետ։ Իննան ներկայացնում է իր գլխավոր պայմանը։ Լեան մինչև վերջին րոպեն չպետք է իմանա, որ իրականում Լեոյի հետ է մեկնելու։ Լեոն հավատում է Իննային և վստահեցնում, որ պատրաստ է մինչև վերջ պայքարել իրենց երջանկության համար։ Բայց արդյոք ամեն ինչ այսքան հեշտ կստացվի։ Իհարկե ոչ։ Մենք ունենք հաջորդ սերիայի ամենաթեժ և սպասված բացահայտումը։ Պարզվում է, որ անվրեպ Հունանը հետևել է Իննային։ Նա անձամբ տեսնում է, որ իր կինը այգում հանդիպում է Լեոյի հետ։ Հաջորդ դրվագում մենք ականատես կլինենք հուժկու բախման։ Հունանը կմոտենա նրանց անմիջապես այգում, պարզելու այս տարօրինակ հանդիպման իրական պատճառը։ Սիրելի հեռուստադիտողներ, փոթորիկն անխուսափելի է։ Ինչ եք կարծում։ Երբ Հունանը մոտենա Լեոյին և Իննային, արդյոք Իննան կկարողանա հերթական սուտը հորինել, թե նրանց պլանը կձախողվի հենց այգում։ Անպայման գրեք ձեր ամենահետաքրքիր վարկածներն ու սպասումները մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։